ամենաշատը մեզ հարցնում են արդյոք կհասցնեք 300 դպրոցը ժամկետներում ավարտել եւ արդյոք կառավարության այդ կարևոր ծրագիրը իր հանգրվանին կհասնի։ Այո, կհասցնենք եւ սա ասում եմ շատ ավելի մեծ վստահությամբ եւ համոզվածությամբ, որովհետեւ մենք այսօր արդեն ունենք ավելի քան 100 դպրոցներ, որոնք ավարտված են եւ ավելի քան 280 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ, որոնք ավարտված են, բայց մի կարևոր ցուցանիշ եւս որ կուզեի ընդգծել մեր կատարման տեմպն է։ Եթե մենք նախորդ տարի կատարել էինք աշխատանքներ շուրջ 53 միլիարդ դրամի չափով, ապա այս տարի, այս մեծ ծրագրի շրջանակներում մենք շուրջ 121 միլիարդ դրամի կատարողական ունենք, իսկ սա առաջին հերթին կատարված աշխատանք է, ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակին, որ համակարգում է այս մեծ ծավալը, Քաղաքաշինության կոմիտեն, տարածքային զարգացման հիմնադրամը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, շատ մեծ թիմ, իհարկե մեր նախարարությունը աշխատում է, որպեսզի այս ծրագիրը իրականություն դառնա եւ այն ուրեմն ցուցանիշը, որ մենք այս տարի ունենք նախորդ տարվա համեմատ 123%-ով ավելի բարձր կատարողական ցուցանիշ, ցույց է տալիս, որ մենք իսկապես շատ ավելի մեծ տեմպով եւ շատ ավելի որակյալ աշխատանք ենք անում եւ 300 դպրոցները եւ 500 մանկապարտեզները ժամանակին իրացված թիրախ են դառնալու կառավարության ծրագրի եւս մի կարեւորագույն թիրախ, որը իրացված է լինելու։ Բայց ոչ միայն ես ուզում եմ հիշեցնել, որ մենք այս տարի մի շատ կարևոր ծառայություն մեկնարկեցինք նախադպրոցական կրթության ոլորտում եւ խոսքը վերաբերում է մինչեւ 2 տարեկան երեխաների մսուրի ծառայությանը։ Սա մի բան է, որը պետական նախադպրոցական կրթության ոլորտում թերևս խորհրդային ժամանակներից հետո չի եղել։ Եվ այսօր մենք ունենք արդեն Երևանում գործող մանկապարտեզներ, դրանց միանալու են նաև նոր մանկապարտեզներ Հրազդանում, Վանաձորում եւ Գյումրիում, որտեղ գործում են վաղ մանկության տարիքի խմբերը։ Ես ինքս առիթ եմ ունեցել այցելելու եւ տեսել եմ, որ այն աշխատանքը, որ պլանավորել ենք, թե կահավորման, թե վերապատրաստման, թե ծառայությունը սկսելու իմաստով բավականին լավ մեկնարկ է տալիս եւ մենք իհարկե սա որպես փորձնական ծրագիր ենք սկսել, եկող տարի նաեւ ունենալու ենք 6 ամսականների, այսինքն արդեն այս տարի 6 ամսականների համար նախատեսված ծառայություն 6 ամսականից սկսած եւ ընդհանուր առմամբ մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի կարևոր թիրախը։ Ես պետք է նաև հիշեցնեմ, որ մենք նախորդ տարի մի շատ կարևոր աշխատանք էլ շարունակեցինք, որը ոչ պետական նախադպրոցական հաստատությունների լիցենզավորումն էր, ու սա հատկապես կարևոր եմ համարում որակի հանդեպ վերահսկողության մասով, եւ նախորդ տարի մենք ունեցել ենք ավելի քան 161 նախադպրոցական ոչ պետական հաստատություններ, որոնք լիցենզավորվել են, եւ այդ հաստատություններն էլ հաշվարկելով արդեն իսկ այս պահին ունենք շուրջ 250 լիցենզավորված ոչ պետական հաստատություններ, որտեղ սովորում է ավելի քան 10,000 երեխաներ։ Սա շատ կարևոր եմ համարում, որովհետև մենք ըստ էության այս ծառայությունները բերել ենք թափանցիկության եւ վերահսկողության դաշտ։ Մեր ուրեմն երեխաների ընդգրկվածության մասին էլ ըստ էության ստանում ենք ավելի ներդաշնակ եւ ավելի իրատեսական ցուցանիշներ։ Եվ հատկապես կարևոր եմ համարում, որ մենք նախորդ տարվա համեմատ ավելի մեծ ցուցանիշ ունենք ներառականության մասով։ Մեր մանկապարտեզներում այսօր սովորում են ավելի քան 1700 կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։ Երբ մենք այս ծրագիրը սկսեցինք, այդպիսիք ընդամենը 91-ն էին, եւ այս մեծ ճանապարհը մենք անցել ենք միասին ու պետք է հիշեցնեմ, որ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը նախադպրոցական հաստատություններում ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։ Մենք նաև բավականին լավ ցուցանիշներ ու դինամիկա ունենք նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի շնորհման գործընթացում, այս պահին արդեն
2025-ի ավարտի դրությամբ մենք ունենք ավելի քան 70 նման մասնագետներ եւ նրանք արդեն հնարավորություն են ստանում պետական բյուջեից համապատասխանաբար 30 եւ 40% հավելավճարների եւ պետք է հիշեցնեմ, որ սա էլ մեր շարունակական աշխատանքն է։ Մենք իհարկե այս ծրագիրը զարգացնելու շատ տեղ ունենք, բայց նախորդ տարվա դրությամբ արդեն իսկ դինամիկան բավականին լավն է, որտեղ մի քանի անգամ աճել է մեզ դիմող եւ տարակարգ ստացող մասնագետների թիվը։ Երբ որ խոսում ենք այս ոլորտում մեր աշխատանքներից, ես շատ կարևոր եմ համարում ընդգծել մի քանի թվային ցուցանիշներ, որ ցույց են տալիս, թե պետությունը ինչ մեծ ծավալի ուշադրություն է դարձնում դպրոցներին։ Այս դպրոցի կառուցումը ինքնին շատ լուրջ ներդրում է, բնականաբար պետության կողմից, բայց մենք դպրոցների ոլորտում արվող ներդրումը չենք սահմանափակում կապիտալ ներդրումներով։ Եվ մի քանի պարզ ցուցանիշ ցույց է տալիս այս հանգամանքը։ Եվ ես մասնավորապես խոսում եմ դպրոցների ֆինանսավորման մասին, այն ծրագրի, որն ուղղված է դպրոցների առօրյա գործունեության պահպանմանը եւ մեր կարևորագույն ծրագրերից է։ 2019-ի դրությամբ մենք այս ուղղությամբ հատկացրել ենք շուրջ 86 միլիարդ դրամ դպրոցների, այսպես կոչված պահպանման ծախսերին կամ դպրոցների ընթացիկ ֆինանսավորմանը։ 2025-ի դրությամբ մենք արդեն այս ուղղությամբ ունեցել ենք 19-ի համեմատ ավելի քան 47% աճ, 128 միլիարդ դրամից ավելի։ 2026-ի համար հաստատված են էլ ավելի մեծ թվեր, մասնավորապես մենք խոսում ենք արդեն 54.9% աճի մասին կամ ավելի քան 131 միլիարդ դրամի։ Իսկ սա նշանակում է, որ դպրոցները ոչ միայն նորովի կառուցվում, վերակառուցվում են եւ նոր գույքով են հագեցվում, այլ նաեւ դպրոցների գործունեության համար ստեղծվում են նոր պայմաններ, որտեղ այդ ֆինանսավորումը առաջին հերթին ընձեռում է հնարավորություններ հոգալու այն ծախսերը, որոնք պետք են ապահովելու պատշաճ պայմաններ դպրոցի գործունեության համար։ Եվ իհարկե դրա կարևորագույն մասը ուսուցիչների վարձատրությունն է, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք ուսուցիչների վարձատրությունը չենք սահմանափակում աշխատավարձային ֆոնդով, այն ինչը նրանց ստանդարտ ֆինանսավորումն է, այլ էական աճ ունենք եւ այդ աճը գրանցում ենք նաեւ մի քանի պարզ ցուցանիշների միջոցով, որոնք տեսանելի են, ուրեմն կամավոր ատեստավորման գործընթացում Մասնավորապես բողոքարկման արդյունքները արդեն ամփոփված են եւ ես կարող եմ ասել, որ մենք ունենք ավելի քան 9600 ուսուցիչներ բողոքարկման արդյունքները հաշվի առնելով, որոնք որ անցել են կամավոր ատեստավորումը հաջողությամբ եւ բարձրացված վարձատրություն կստանան արդեն այս ամսվանից սկսած։ Եվ նրանք կազմում են մեր ուսուցիչների շուրջ 31%-ը։ Սա շատ լավ ցուցանիշ է, սա ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգը ամբողջությամբ կայացել է եւ շարունակում է զարգանալ։ Միևնույն ժամանակ մենք անընդհատ հանդիպումներ ենք ունենում ուսուցիչների հետ, որպեսզի հասկանանք ինչ բարելավման տեղեր ունենք եւ այս աշխատանքն էլ կազմում է մեր շարունակական քայլերի մի մասը, բայց սա նաեւ արտացոլվում է այն ֆինանսավորմամբ, որ տրամադրվում է ուսուցիչների խրախուսման ծրագրերին եւ մասնավորապես 2019-ին ուսուցիչների հավելյալ խրախուսման համար հատկացված է եղել 266 միլիոն դրամ։